Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ մաղթելով հաջողություններ։ Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա։ Վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Նաուրուի հանրապետության որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային իրավունքի նորմերի հարգումն ու պահպանումը առողջ միջազգային հարաբերությունների հիմքն են, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի արտգործնախարարին և դիվանագետներին։ Վարչապետի խոսքով Վրաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Նաուրուի հետ և նպաստել համագործակցության խորացմանը։ Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2026 թվականի հուլիսի 21-ին Նաուրուի հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Կոբախիձեն Վրաստանի կառավարության նիստում հերթական անգամ անդրադարձել է Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցման աշխատանքներին, նշել դրանք մտել են ակտիվ փուլ։ Վրաստանի կառավարության ծրագրի համաձայն աշխատանքների առաջին փուլը պետք է ավարտվի 2029 թվականին, որից հետո նավահանգիստը կկարողանա ընդունել առաջին նավերը։ Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և ընդգծել համակարգման, երկխոսության և դիվանագիտության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան կանխելու համար։ Մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից Ալ-Աղսա մզկիթի կարգավիճակի խախտումը, պայմանավորվել ստեղծել խախտումների փաստաթղթավորման մշտական մեխանիզմ և մերժել քաղաքի կարգավիճակի փոփոխության միակողմանի քայլերը։ Թուրքիայի արտգործնախարարը Թել Ավիվին մեղադրել է դիվանագիտական հարթակները բացառապես ապօրինի ռազմավարություններն առաջ մղելու նպատակով օգտագործելու համար։ Իսրայելը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մտադրություն կամ ծրագրեր չունի, հավելել է Հաքամ Ֆիդանը։ Նա Մերձավոր Արևելքի պետություններին և միջազգային հանրությանը կոչ է արել դիվանագիտական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում Իսրայելի էքսպանսիան զսպելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանն ընդունել է սիրիացի գործընկեր Ասադ Ալ-Շիբանիին։ Հանդիպումը կայացել է փակ դռների ետևում։ Բանակցություններից հետո Ֆիդանը նշել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ երկրի կայունության ամենալուրջ սպառնալիքներից են։ Նրա խոսքով միջազգային հանրությունը պետք է ավելի վճռական արձագանքի Իսրայելի գործողություններին։ Ֆիդանը նաև ողջունել է հայտարարությունները, որոնք մատնանշում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Նա հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի և Հորմուզի նեղուցը կվերաբացվի։ Ֆիդանը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի ներդրում ունենալ այդ գործընթացում և աջակցել բանակցություններին։ Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելի հիմնած նոր կուսակցությունը հանգանակության արշավի առաջին օրվա ընթացքում ներգրավել է մոտ 114 միլիոն թուրքական լիրա կամ մոտ 2.5 միլիոն դոլար։ Նշվում է, որ արշավի մեկնարկից հետո առաջին 24 ժամվա ընթացքում նվիրատվություն է կատարել մոտ 32,000 մարդ։ Օզելը քեմալականներին կոչ է արել հեռանալ ժողովրդահանրապետական կուսակցությունից և միանալ իր նոր կուսակցությանը։ Օզելի խոսքով նոր կուսակցությունը ստեղծվել է իշխանության գալու և իշխանությունը թուրք ժողովրդին փոխանցելու համար։ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները, համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Նրա խոսքով երկու երկրի միջև բանակցությունները շարունակվում են արդեն մոտ 2 ամիս և անցնում են մասնագիտական մթնոլորտում։
Էսմայիլ Բաղային հավելել է, որ վերջին շաբաթներին կողմերը բանակցություններ են վարել նաև առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Եթե երրորդ կողմերը չխոչընդոտեն գործընթացը, համատեղ հայտարարության տեքստը պատրաստ կլինի մոտ ապագայում, նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Միևնույն ժամանակ Բաղային ընդգծել է, որ Իրանի եւ Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։ Նրա խոսքով այն պատճառները, որոնք հանգեցրել են նեղուցի փակմանը, ներառյալ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները մնում են չլուծված։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել էր, որ Հորմուզի նեղուցը շուտով ամբողջությամբ կվերաբացվի։ Նրա խոսքով Սպիտակ տան թիմն օգոստոսի 4-ին արդյունավետ բանակցություններ է ունեցել իրանական կողմի հետ, թեև Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ շփումները։ Reuters-ն էլ գրել է, որ Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավերի տարանցման համար վճարների սահմանումը, փոխադրվող բեռների հայտարարագրված արժեքի 3-ից 7%-ի չափով։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Հորմուզի նեղուցով տարանցման համար սպասարկման վճար սահմանելուն։ Միացյալ Նահանգներն ինքն է խնդրել բանակցություններ վարել եւ կարգավորել տարաձայնությունները հակամարտության նոր փուլի սկսվելուց մոտ 4-5 օր անց, հայտարարել է Քազեմ Ղարիբաբադին հակադարձելով ամերիկյան կողմի պնդումներին, թե Թեհրանն ինքն է խնդրել բանակցել։ Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է կնքվի միայն Իրանի եւ Օմանի միջև, որևէ արտաքին միջամտություն ընդունելի չի լինի։ Ղարիբաբադին նաեւ ընդգծել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հորմուզի նեղուցում գործող ժամանակավոր երթուղիները կփակվեն։ Իրանի տարածքային ջրեր մտնող եւ դուրս եկող նավերի համար երթուղիների զգալի մասը կանցնի նոր հատվածով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի բանակցությունների ընթացքում Պաղեստինի ղեկավարության ընդունած ցանկացած նախաձեռնության, որոշման կամ քայլի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Համաս շարժման քաղբյուրոյի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Իրնագործակալության տվյալով Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Խալիլ Ալ-Հեյային պաղեստինյան տարբեր խմբակցությունների միջև գործողությունների համակարգման գործում նրա դերի եւ արդյունավետ ղեկավարման համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Կիև։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհայի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական եւ էներգետիկ ոլորտում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաեւ Ադրբեջանի ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում։ Սիբիհայի խոսքով հանդիպումը հերթական կարևոր քայլ է դարձել Կիևի եւ Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար։ Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար։ Բարձր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա իր հերթին եւս աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նշել, որ ակնկալում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը։ Սիբիհան ցավակցություն է հայտնել Սև ծովում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Ներկայումս Սոկարն ակտիվորեն շարունակում է գործունեությունը Ուկրաինայում, ընկերությունը ապագայի համար մեծ ծրագրեր ունի, հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ռուսաստանից Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն։ Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից։ Մինչ այժմ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ եւ այլ ապրանքներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաեւ շուրջ 5,000 տոննա բենզին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ երկրում արգելվել է 16 տարին չլրացած անձանց օգտահաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում։ Հաշիվ ստեղծելիս սոցցանցը պարտավոր կլինի կիրառել տարիքը վերահսկելու տեխնիկական միջոցներ։ Նաև տուգանքներ են սահմանվել սոցիալական ցանցերի հարթակների գործունեության հետ կապված պահանջների խախտման համար, որոնց վրա տարածվում են տարիքային սահմանափակումները։ Դրանք կկիրառվեն տարիքային սահմանափակման տակ հայտնված սոցիալական ցանցերի պրովայդերների նկատմամբ, պետական լիազոր մարմնին տեղեկություն չտրամադրելու, ժամանակին չտրամադրելու, ինչպես նաև թերի կամ խեղաթյուրված տրամադրելու համար։ Նման դեպքերում պաշտոնատար անձանց սպառնում է տուգանք 6000-ից մինչև 7000 մանաթի չափով, իսկ իրավաբանական անձանց 15000-ից մինչև 20000 մանաթի չափով։ Բարդույ Հարությունյան, հարևաններ։